Սենյակի լույսը անջատում են մի հատ լույս են միացնում ու ձեռքերով խաղում են։ Ձեռքով մի բան ենք անում, ստվերով ստացվում է մի բան։ Լույսը անջատում են, հետո ձեռքով են անում մի բան արվում։ Հենց որ շատ հետ գնաս կմեծանա։ Մարդիկ կարան հագցնեն տիկնիկները իրենց ձեռքերին և խաղացնել։ Թաքնվել էին, բայց ես իրանց տեսնում էի։ Եվ իրենք դերեր ունեին։ Սովելքը տորմնողնավլի, իսկ ամիտ գրխակովաթարն է շուշանիկը, սենց կենթանիները գայս են թնում։ Ակուլան ճխում էր գայլի բերանը։ Ոնցած են հարնում ես գայլն այ, վեչարում էլ ծապ էի տանում։ Տանը կարող ենք ստվերների թատրոն ցույց տալ։ Այսինքն պահում եմ պատի վրա ու մատով անում եմ։ Իմ մայրիկս ինձ ցույց է տալիս ստվերների թատրոն գրելուց առաջ։ Եվ ինչ էիր այդպես գաղտնի մեր ինչուների մոլորակում քայլում։ Ինձանից ինչ-որ բան էիր ուզում թաքցնել։ Գիտես Բեթի, ուզում էի անակնկալ մատուցել, այն էլ չստացվեց, բռնվեցի։ Գիտեմ, դու մի բան թաքցնում էիր, բայց ես դա արդեն տեսել եմ։ Սպասիր։ Ահա թե ինչ։ Գեղեցիկ տուփ է։ Եվ ինչ է սա։ Ես ուզում էի քեզ անակնկալ մատուցել, բայց չստացվեց։ Ինչևէ, դա քո նվերն է, բացիր։ Այսինքն սա ինձ համար է։ Հիմա կբացեմ։ Քեզ համար։ Ես եմ ձևավորել տուփը, գեղեցիկ է։ Շատ։ Ինչ գեղեցիկ է։ Բայց Ագասի, ինչեր են սրանք։ Սրանք ստվերային տիկնիկներ են։ Ես այն վերցրել եմ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից, որ ցույց տամ քեզ, եւ դու ճանաչես, թե ինչ բան է ստվերային տիկնիկը։ Այսինքն այսօր մենք միասին ներկայացում ենք խաղալու։ Դե իհարկե, միասին ցույց ենք տալու, թե այս տիկնիկներն ինչպես են խաղում։ Պարզապես մեզ պետք է սպիտակ էկրան։ Իսկ էկրանը ես հիմա կբերեմ։ Լավ։ Ահա եւ էկրանը։ Լավ։ Ուրեմն սա պետք է դնենք հետևը։ Դե սպասիր, դեռ պետք է դնեմ սեղանի վրա։ Այժմ Բեթի, մենք միասին եւ կպատմենք ստվերների թատրոնի մասին եւ կցուցադրենք։ Էկրանն արդեն պատրաստ է, իսկ տիկնիկները։ Տիկնիկները նույնպես պատրաստ են, բայց Ագասի, միգուցե մենք այժմ պատմենք, թե ինչ է ստվերային թատրոնը, իսկ հետո նոր անցնենք գործի։ Շատ լավ։ Դեռևս 2000 տարի առաջ Ինդոնեզիայում կար ստվերների թատրոն։ Այդ տիկնիկները պատրաստվում էին կաշվից, հետո նոր ներկվում։ Իրենց կառուցվածքով ստվերների տիկնիկները տարբերվում են մյուս տիկնիկներից։ Սրանք շատ սահմանափակ են շարժվում, բայց եւ գեղեցիկ են։ Կարևորը իրենց արտացոլանքն է, սպիտակ կտորի վրա։ Եվ եթե նկատեցիր, տիկնիկների կիսադեմն է երևում միայն։ Ստվերների թատրոնը ամենահետաքրքիր ինքնատիպ թատրոններից մեկն է։ Ինչպես ասում են, եթե կա լույս, կա նաև ստվեր, իսկ ստվերների թատրոնն առանց լույսի ու առանց ստվերի չի կարող լինել։ Ստվերների թատրոնը շատ խոր արմատներ ունի։ Այն իր բնույթով ծիսական է, այսինքն ներկայացումները ցուցադրվել են ժողովրդական տոներին, տոնավաճառներին ու տարվա հատուկ օրերին։ Օրինակ, նոր տարին, Սուրբ Ծնունդը, բարեկենդանը, ժողովրդի ամենասիրելի տոներն են։ Մարդիկ հավաքվել են էկրան հիշեցնող սպիտակ կտորի շուրջ և դիտել են այդ ուրախ ներկայացումները։
Այդ ժամանակ գրեթե բոլոր երկրներն ունեցել են ստվերների թատրոններ, սակայն ոչ բոլորին է հաջողվել սերնդեսերունդ փոխանցել այդ տիկնիկայի թատրոնի ձևը։ Ստվերների թատրոնը ծագել է Ասիայում, մոտավորապես 2000 տարի առաջ։ Այո, Բեթի, ստվերների թատրոն եղել է Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում, Իրանում, Մալայան կղզիներում, յուրաքանչյուր երկրում ստվերների թատրոնն ունեցել է իր յուրահատուկ ձևը։ Եվ նրանք շրջում էին քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, եւ իսկ ես հիմա ուզում եմ մի պատմություն պատմել, կապված ստվերների թատրոնի հետ, այսինքն ստվերների թատրոնի ստեղծման։ Ըստ ավանդույթի, թուրքական սուլթանը հրամայում է իր քաղաքում կառուցել բարձր աշտարակ։ Շինարարները սկսում են աշխատանքը, նրանք փորձում են կառուցել այնպիսի մի աշտարակ, որ լուսնին հասնի։ Սուլթանն ունենում է երկու ծառա՝ Հաջի Այվազն ու Ղարագյոզը։ Նրանք ծիծաղելի պատմություններ էին պատմում շինարարներին, իսկ շինարարները ուրախությամբ լսում էին։ Եվ այդպես սուլթանը նրանց պարգևներ է տալիս Հաջի Այվազին ու Ղարագյոզին։ Իսկ այդ լուրը զայրացնում է պալատականներին։ Նրանք ամեն գնով այնպես են անում, որ սուլթանը հրամայում է Հաջի Այվազին ու Ղարագյոզին գլխատել։ Շինարարները շատ են տխրում, իսկ սուլթանը զղջում է իր արարքի համար եւ հրամայում է պալատականներից մեկին պատրաստել Հաջի Այվազի ու Ղարագյոզի տիկնիկները կաշվից, այսինքն այստեղ առաջ է գալիս ստվերների թատրոնը եւ այդ պալատական ծառան պատրաստում է կաշվից այս տեսակ տիկնիկներ։ Եվ այս տիկնիկները սկսում են պատմությունը Հաջի Այվազի ու Ղարագյոզի, որոնք պատմում էին այդ պատմությունները շինարարներին։ Եվ նրանք շրջում էին քաղաքից քաղաք, գյուղից գյուղ եւ այսպես ցուցադրելով այս գեղեցիկ արվեստը արևելքում։ Իսկ հիմա ես ուզում եմ, որ միասին ցուցադրենք տիկնիկները։ Այո, ճիշտ ես ասում։ Դե գնացինք։ Գնացինք։ Տիկնիկները պետք է խաղացնել այնպես, որ փայտիկների ձողիկները չերևա, ոչ էլ ձեռքը երևա։ Եվ դրան զուգահեռ պետք է խոսել ու երգել, որպեսզի շարժումներին համապատասխանի նաև ձայնը։ Բարդ աշխատանք է ստվերների թատրոնը։ Ոչ մի աշխատանք էլ հեշտ չէ, պարզապես այն պետք է անել սիրով եւ պետք է աշխատանքին մոտենալ ստեղծագործաբար։ Այո, իսկ հիմա ինչ ես կարծում, միգուցե արդեն սկսենք պատրաստել այսօրվա մեր հրաշքը։ Իհարկե։ Դե, սկսենք։ Մենք գնացինք։ Այսօր մենք միասին պատրաստելու ենք չմուշկ։ Ձմեռվա խորհրդանիշներից մեկը։ Մեզ անհրաժեշտ է։ Կոկտեյլի համար նախատեսված ձողիկներ։ Այո, մկրատ, գունավոր թղթեր, սիլիկոնե սոսինձ եւ հմուտ ձեռքեր։ հմուտ ձեռքեր։ Վերցնում ենք թուղթը, Ծալում ենք հավասար։ Ծալելուց հետո նկարում ենք հասարակ մատիտով։ Իսկ հիմա փորձում ենք կտրել։ Կտրելուց հետո այստեղ մի փոքրիկ գաղտնիք կա։ Ես ցույց եմ տալիս մատիտով, որ մկրատով կարողանանք ճիշտ կտրել։ Իսկ հիմա մկրատով դուրս ենք բերում։ Իսկ հիմա փորձում ենք զարդարել։ Ահա, կտրում ենք կամ շրջանաձև, կամ քառակուսի։ Իսկ հիմա մկրատի օգնությամբ անցքեր ենք բացում թղթի վրա։ Հիմա կհարցնես ինչու, որ անցկացնենք կապիչները։
Վերցնում ենք կոկտեյլի ձողիկը, բացում, վերևի մասը թեքում եւ ամրացնում թղթին։ Իսկ հիմա ժամանակն է ձևավորելու եւ մեզ կօգնի կպչուն թուղթը։ Այո, բայց փայլուն։ Չմուշկները պատրաստ են։ Այո, շատ գեղեցիկ ստացվեցին։ Կարող ենք մեր պատրաստած չմուշկները հագնել ու գնալ մուլտֆիլմ դիտելու։ Արի գնանք մուլտֆիլմ դիտելու, բայց չհագնենք այս չմուշկները։ Շատ լավ։ Մուլտֆիլմը միասին դիտեցինք։ Իսկ ֆիքսիկները մեզ բացատրեցին, թե ինչ բան է ստվերների թատրոնը։ Ստվերների թատրոն կարող ենք ստանալ տնային պայմաններում, պարզապես պետք է սպիտակ սավան, լույս, ճիշտ տեղում դրված և տիկնիկներ, որոնք կարող ենք մենք ինքներս պատրաստել։ Կիսադեմ տիկնիկներին կարող ենք պատրաստել անգամ թղթից։ Իսկ եթե մենք չենք կարող թղթից կտրատել տիկնիկներ, ապա կարող ենք այդ ամենը ստանալ ձեռքերի օգնությամբ։ Ասենք այսպես. Դա ինձ թվում է մկրատն է։ Ոչ, եթե լույսը գցենք այստեղ, ապա կստացվի գայլ, որը կարող է բացել բերանը։ Կամ կոկորդիլոս, մի խոսքով, տարբեր ձևեր կան, ցուցադրել տարբեր կերպարներ։ Եթե անգամ չունենք սպիտակ սավան, ապա կարող ենք օգտագործել պատը և լույս, և կարող ենք ցուցադրել ձեռքերով այդ ամենը լույսի դիմացը և դա կարտացոլվի պատի վրա։ Դե իհարկե, իսկ ինչ է թվում քեզ, մեր հյուրին դիմավորելու ժամը չէ։ Ինձ թվում է, որ դու ճիշտ ես, արի դիմավորենք նրան։ Լավ։ Եվ այսպես Բեթի, մեր ինչուների մոլորակում հյուր ունենք։ Այո, և նրա անունն է Մոնիկա Ավանեսյան։ Ողջույն։ Ողջույն, ինչպես եք։ Շատ լավ, իսկ դու։ Շատ լավ, ամանորյա տրամադրություն։ Կարող ես մաղթանքներ ասել բոլոր երեխաներին։ Մաղթում եմ անպայման առողջություն, ամենակարևորը առողջություն, լինեն երջանիկ եւ այս տարի նրանց համար թող լինի ամենաուրախ տարին, քանի որ նրանք փոքրիկ են եւ նրանք պետք է մեծանան, լավ մանկություն ունենան եւ ուրախացնեն իրենց ծնողներին։ Դու ջութակով ես։ Այո։ Շատ գեղեցիկ եւ փլփլուն զգեստ ունես։ Շնորհակալություն։ Եվ ինչ ես երգելու։ Արտուր Գրիգորյանի Ձյուն երգը։ Ձյունը այստեղ չի թափվում իզուր, նա երկնքից հավատա, հուշում է հեռավոր լուրը, որ կփայլի լուսավոր ու լուր, վեհ ու բարի ճանապարհ, թող այս երկինքը մեր ասում են այս պաթիլները սեր ու բացի այս սիրուց ոչինչ մեր ափերում պարզ ու հետ թող այս երկինքը մեր մեծ տունը լինի ջերմակ մի տուն ձյունը այս տա չի ստում լսել
Ագասի, մենք շատ ավանդույթներ ենք պահպանում։ Գուցե վերականգնենք նաև ամանորի գիշերը ստվերների թատրոն ցուցադրելու ավանդույթը։ Գիտես, Բեթի, եթե մեզ մոտ լավ ստացվի, ապա մենք կարող ենք թիմ կազմել եւ միասին շրջել մոլորակով մեկ։ Այո, ճիշտ ես, Ագասի, բայց մենք արդեն պետք է սկսենք փորձել, չէ՞ որ ամանորն արդեն գալիս է։ Գալիս է։